Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամները փակված չեն համարում Լեռնային Ղարաբաղի հարցը։ Արցախի ներկայացուցչությունում արցախցիների հավաքական վերադարձի օրակարգը առաջ տանելու եւ իրենց ներդրման համար պարգեւատրվեցին քրիստոնեական համերաշխություն միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները, Շվեյցարիայի ազգային խորհրդի պատգամավորներ Էրիխ ֆոն Տոբելը, Շտեֆան Մյուլլերը եւ հայր Պիտեր Ֆուքսը։ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը հիշեցրեց պատերազմի տեղահանության դրվագներն ու շեշտեց. վերադարձն անհրաժեշտություն է։ Շուրջ 150,000 հայեր լքեցին իրենց պատմական հայրենիքը եւ դա ընդհանուր առմամբ Լեմկինի ինստիտուտի եւ ցեղասպանագետների միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է որպես էթնիկ զտում եւ ցեղասպանություն։ Դրան կարելի է նշել, որ երկրորդ ցեղասպանությունն է ապրել հայ ժողովուրդը 1915 թվականից հետո։ Արցախի ազգային ժողովը դեռևս 2025 թվականի մարտին էր դիմել Շվեյցարիայի կառավարությանը վերադարձի հարցով։ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ազգային խորհուրդը 96 կողմ 80 դեմ եւ 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ էր արել միջազգային խաղաղության ֆորում հրավիրել։ Թե Շվեյցարիայի կառավարությանը, թե միջազգային կառույցներին պետք է հասցնել այն ուղերձը, որ մարդկային իրավունքները չեն սահմանափակվում եւ չեն բնորոշվում տարածքայնությամբ։ Տարածքից անկախ մարդիկ ունեն ինքնորոշման իրավունք, որը պետք է իրացված լինի այն պետություններում, որը իրենք են ստեղծել։ Շվեյցարացի պատգամավորները վստահ են, Արցախի հարցը փակված չէ ու չի կարող փակված համարվել, քանի դեռ բռնի տեղահանված հայերի անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հարցը չի լուծվել։ Ուրախ եմ լինել այստեղ արդեն երրորդ անգամ։ Փորձում եմ օգնել ձեզ ինչով կարող եմ եւ չեմ դադարի դա անել։ Սա կարճ ճանապարհ չի լինելու, բայց միասին ձեր օգնությամբ հուսամ կկարողանանք հասնել մեր նպատակին։ Շվեյցարիայի ազգային խորհրդի պատգամավորները նշում են, 2023 թվականի սեպտեմբերին միջազգային հանրությունն ինքն է արձանագրել, որ տեղի է ունեցել լուրջ անարդարություն եւ շարունակելու են պայքարել արդարության վերականգնման համար։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։